չկա։ Հիմա գանք նախագահին, հա, Ռուսաստանի Դաշնության։ Այստեղ շատ հետաքրքիր է, կարծես թե կոնտրաստ է տալիս Փաշինյանին, նոր ես ընթերցեցի ուղերձի մեջ հայոց ցեղասպանության բութ մեծ եղեր ու դրանից հետո միշտ մեծ եղեր։ Հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքը գլուխ ենք խոնարհում հայոց ցեղասպանության 100,000-ավոր զոհերի իշտակի առջև։ Սա Ռուսաստանի Դաշնության նախագահի այսօրվա ուղերձը օրվա կապակցությամբ անպաշտպան մարդկանց կոտորածը հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները։ Բարօրություն եւ բարգավաճում ենք մաղթում բարեկամ հայ ժողովրդին, բայց ամենակարևորը, որ փաստացի դիտվում է որպես ցեղասպանություն, առավելս որ 95 թվականին Ռուսաստանի Դաշնությունը պետդուման ընդունել է սա։ Եվ ասում է հաջորդ միտքը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը այս հարցում միշտ անփոփոխ է եղել եւ արտացոլված է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն։ Այսինքն ես որակումների աշճանն եմ տալիս երկրի ղեկավարի, մեծ դաշնակից երկրի եւ Հայաստանի օրվա իշխանությունների։ Ամենակարևորը ես հիմա այսպես անցում անեմ, որտեղ փոխկապակցված է Այստեղ մի շատ կարևոր նաև շեշտ Իհարկե հենց Մոսկվայում, Մոսկվայի հայկական եկեղեցում հիշատակի կարգ է մատուցվել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի համար։ Հիմա հաջորդ այստեղ կարևոր երկրորդ շեշտադրումը Փաշինյանի կողմից կատարված ուղերձում այսպեսի մի միտք արտահայտում, կարծես թե դրա ժամանակն էր, բայց կարծում դրա ժամանակը չէր, բայց ինքը արդը բաց չի թողում, հաշվառները, որ լսարանը մեծ է, նայելու են, կարդալու են եւ այլն, եւ նաեւ դա ուղերձեր այլ երկրներ, մասնապես Ադրբեջան, Թուրքիայի։ Պարզում է, որ ինքնությունը եւ հայենիքը նույնական է պետության հետ։ Ասում է պետությունը, հայենիքը պետություն է, ինքնությունը պետություն է։ Մի պա երբ կարդացի, ինձ անկեղծ ասած, ինձ թվաց, թե դա բանա սխալ է գրած այլ աղբյուրից, հետո մտա պաշտոնական աղբյուրը, վարչապետի պաշտոնական կոչեցյալ է աղբյուրը, նույն ձևակերպումն էր։ Հետո ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, եթե օրինակ 40-ից 80 միլիոն տարբեր գնահատականներով քրդեր կան, աշխարհում ամենամեծ էթնիկ խումբն է, որը պետությունը առ այսօր չունի։ Թեև տվելա մեծ զորավար, իդեպ մահմեդական եզակի զորահրամանատար, որը կարողացել է նվաճել Երուսաղեմը, Սալաջինը, ազգության քուրդ է եղել։ Միակն է իդեպ։ Էրդողան ուզում է կրկնի սա, այդ Երուսաղեմի վրա, որ ատամներ է կրճտացնում, ինքը ուզում է պատմության մեջ որպես երկրորդ մահմեդական ղեկավարը մտնի, որը կարողացել է Երուսաղեմ գրավել եւ ազատագրել Ալ-Ակսա մզկիթը, իսլամի երրորդ սրբավայրը իսլամ աշխարհի։ Հիմա երբ նայում ես այդ տրամաբանությամբ քրդերը չունեն պետություն, այսինքն քրդերը չունեն հայրենիք, քրդերը չունեն պետություն եւ քրդերը չունեն ինքնություն, այսինքն եթե քուրդ ինքնություն չկա, քուրդ ժողովուրդ չկա։ Վահ, փաստորեն 80 միլիոն քուրդ չկա։ Ուրիշ բան ասեմ, ՄԱԿ-ի անդամ երկրների թիվ մոտ 200 է, 200 պետություն, 197-198 պետություն։ Հիմա հարց, երկրի մուրակի վրա ապրում են 1000-ից ավել ազգեր, ազգություններ, ժողովուրդներ, որոնցից 200-ը կամ էթնիկ մի խմբով կամ որպես տարբեր էթնիկ խմբերի միավոր ունեն պետություն, բայն մնացածները, այսինքն եթե նրանք չունեն պետություն, ուրեմն չունեն հայրենիք։ Օրինակ, Իրանում բնակվում են մի շարք էթնիկ խմբեր, ազարիներ, բելուժներ, պուշտուններ, արաբներ, որպես հիմնական էթնիկ խումբ եւ պարսիկներ։ Այսինքն հիմա դուրս է գալիս, որ այդ իմ նշած ժողովուրդները ապրում են իրենց բնորանում, որպես բնիկ ժողովուրդ, իրենք իրանական բարձավանդակի ժողովուրդ են։ Տաջիկներ կան, տաջիկներ ուղղակի թիվը փոքր է։ Ես ասում եմ հիմնական էթնիկ խումբը, բայց եթե իրենք չունեն պետություն, որպես էթնոպետություն, բելուժները չունեն, պուշտունները չունեն, այսինքն ինչ, այտենց ազգ գոյություն չունի, այտենց ինքնություն չկա, դրանք է գոլոշացան։ Այսինքն այս ասացի իմաստը որն է, ինչու է նման բան ասվում։ Ասում է շատ բարձ պատճառով, որ մենք հայերս մեր 29743 կիլոմետրի մեջ պարփակվում ենք ու դրանով ապրում ենք։ Մեզ ոչ մեկ չի նեղացնում։ Մենք որ թե հավակնություն չունենք ոչ Թուրքիայի հանդեպ ցեղասպանության պահով, ընդ որում ցեղասպանության որակումներ է տալիս։
ասում է այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել ինչ որ արտաքին ուժերի։ Բայց Թուրքիայի պետությունն չեղավ, պետական մակարդակով որոշում է կայացվել ցեղասպանությունը իրականացնելու։ Այդ պետության իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է եւ իր ղեկավարները։ Այսինքն, երբ որ վերացական բան է ասվում, Վագրուկ Դաուկլը խոսակցություն, այստեղից հետևություն ինչու է դա ասվում, որ Թուրքիայի վրայից ներկայիս պետության վրայից սլակները հեռացնի։ Այսինքն, պարզվում է ինչ-որ միջազգային Սան Ստեֆանոյի պայմանագիր, ռուս-թուրքական պատերազմ հարաբերություններ սլակները անուղակի նորից տանում են Ռուսաստանի վրա։ Այսինքն, ինչ Թուրքիա պետությունը, որը կազմակերպիչներ եւ կատարողներ ցեղասպանության կապ չունի, հիմա Արցախի պահով գանք։ Փաստորեն Արցախի հետ կապված դեպքերը եւս մոռանում ենք, որտեղ Ադրբեջանի պահանջն է։ Եկեղեցին քանդեցին, Հայաստանի օրվա իշխանությունները իմ ձևակերպամբ ասում է իրանց գործն է։ Այո, ինչ կուզեն կանեն։ Մենք չենք խառնվում։ Եվ այս առումով շատ կարևոր է, որովհետեւ մենք գիտակցենք, որ նոր էլ ընթերցվեց շատ հետաքրքիր կարևոր փաստ, ուրեմն Ադրբեջանի արտգործնախարարությունը կեցվածք է դրսևորում, որին է հետևում դրոշի այրելու հետ կապված Փաշինյանի կեցվածքը։ Ահա, կեցված պիտի դրսևորը, չէ, սա չէ, մեծը չեն, որ կա կենտրոնի Ստեփանակերտի 3 որ ավերեն են։ Այո, 3 դրա մասին հարցնում են, մարդը անգամ չի ուզում, հավիրված։ Ստեփանակերտի կենտրոնում։ Հետաքրքիր է, ես երեք էլ ասեցի, ձայն կհանեն Հրանտ Վարդանյանի որդիները, ամենամեծ գումարը Հրանտ Վարդանյանն էր կարծեմ, կամ մեծ գումար տվողներից մեկը Հրանտ Վարդանյանն է եղել, ոնց է բոլորի հիշատակները սենց ջնջելով գալիս, ջնջելով։ Եվ պարզվում է սա Ադրբեջանի ներքին գործն է։ Այո։ Բայց Հայաստանում Թուրքիայի խորհրդանիշ անցածող դրոշը այրվում է բողոքի նշան Թուրքիա պետության կողմից հայերի ցեղասպանության կազմակերպության սա սադրիչ բան է, դատապարտելի է, սա է։ Բա միան դատապարտի, բա խոսի, ասա ցեղասպանությունը շարունակվել է Արցախում, ասա որ հիմա էլ է շարունակվում, Հայաստանի տարածքները օկուպացրել են։ Գերիներին չեն վերադարձնում, ասա բա մի հատ։ Ասա ինչ նկրտումներ ունի Ալիևը, ինչ նկրտումներ ունի Թուրքիան, Էրդողանը, ինչ են հայտարարում։ Ինչ ծրագրեր ունեն հայերի հետ կապված, ոնց են բնաջնջելու, ասա բա, չգիտես դրա մասին, բա դու չգիտես, բա դու մտածում ես Արցախի կեսը կտաս, հանգիստ կնստես, ամբողջ Արցախը կտաս, հանգիստ կնստես, Հայաստանի տարածքները կտաս, Սյունիքից, Գեղարքունիքից կամ չես նստում, չէ, հիմա էլ ասում է 300,000 ադրբեջանցի են բերելու, հիմա էլ ասում է քո սահմանները չեմ ճանաչում, ինչի չի ճանաչում սահմանները, տարածքային ամբողջականությունը Հայաստանի ինչ 29,700, ինչ 29,000-ի մասին է խոսքը, պարոն Նապետյան, նախ չկա արդեն այդ 29,000-ը, արդեն ինքը հանձնել է, արդեն տվել է։ Էլ չեմ ասում իրաց ապագա նկրտումները, թե ինչ են մտածում, ինչ են տանելու Հայաստանից։ Հայաստան չպիտի լինի, էսա ծրագիրը։ Արեմեցյան Ադրբեջանի ղեկավարության կեցվածքը, այս տարածքը, որտեղ մենք ապրում ենք եւ անվանում ենք Հայաստանի Հանրապետություն, դա ըստ Ադրբեջանի նախագահի Արեմեցյան Ադրբեջանն է, ամբողջովին ես պատմական հայրենիքն է։ Եւ որտեղ իրավունք ունեն վերադառնալու ըստ Ալիևի անցյալ տարի սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի Այս հայրենիքը չէ, պարոն Հապետյան։ Սեպտեմբեր ամսին մերն է, հայրենիքն է, չէ, հայրենիքն է, այդպես չի, մեր հայրենիքն է նաև Արարատը, մեր հայրենիքի ամենասուրբ սարերից, որտեղ մարդկության ֆիզիկական վերածնունդը սկսել է այդտեղից։ Ուրեմն հայրենիքները սովորաբար գերեվարվում են, բայց դրանից ինքը քո էթնոսի ձևավորման, կայացման, զարգացման խորհուրդները կրող տարածքը չի փոխում իր բնույթը։ Ընդ որում այդ հայրենիքի պահով ինքը եւս ուրեմն կեցվածք է դրսևորում այստեղ բանի հետ կապված։ Հիմա ես ասեմ, ես շատ կարևոր է հասկանալ իր ամբողջ նարատիվները։ Ես հիմա կընթերցեմ։ Այս հետևում են մեր գանձերներն, հետևեք սիրելի հայրենակիցներ, ինչ է հանձնել, ինչ է պատրաստում հանձնել 320 սրբավայր եկեղեցի։ Չէ, սա մերը չի։
Սա մեր հայրենիքը չի։ Իդեպ հայրենիքը ինքը իր մեջ հոգևոր էլեմենտ ունի։ Հայրենիքը բնակատեղի չի։ Մարդը որտեղ ապրում է այդտեղ եւ հայրենիք չի ընդունում, դա իր ապրելու տեղն է։ Բնակավայր, դու էլ կոչվում ես բնակիչ։ Հիմա Փաշինյանի այս քարոզչական նարատիվները, որ ինքը նաև հայտարարությունները ուղերձներով տարածում է, իրականում այսպիսի մոտեցում է, որ մենք այստեղ բնակիչ ենք։ Այդ բնակիչը կգտնի, որ այստեղ լավ չի ապրելու տեղը, ասենք կգնա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Կանադա, Ավստրալիա, բնակիչ։ Օրինակ Հնդկաստանից եւ այլ վայրերից այնտեղի ապրողները, որոնց հայրենիքը Հնդկաստանն է, որոշում են, որ իրենց համար շատ ավելի լավ է գալ Հայաստան։ Իրենք գալու են Հայաստան եւ չեն դառնալու այս տարածքը իրենց համար հայրենիք, իրանք որպես բնակիչ են գալիս։ Այսինքն իրականում բնակչի եւ հայրենիքով ապրող մարդու տարբերությունը խիստ էական է։ Եթե բնակիչը վտանգ է զգում, սկզբունքորեն ինքը շատ արագ այդ բնակավայրը լքում է։ Ասենք պաշտպանելու խնդիր կա, ասում է դե լավ հիմա խի կյանքս տամ, գնամ ուրիշտեղ կապրեմ։ Մարդ, որը այդ տարածքը իր համար հայրենիք է դիտում, ինքը պատրաստ է նաեւ այդ հայրենիքի համար, որը սրբություններ կա, պատմություն կա, պատմական հիշողություն կա, ինքը պատրաստ է այդ հայրենիքի համար նաև գնալ զոհաբերությունների, ճիշտ է։ Հիմա մեզ մոտ քարոզչական ամբողջ նարատիվը նա է, որ այս տարածքը ինքը բնակատեղի է, որտեղ օրինակ կյանքի իմաստը հետևյալն է, ուրեմն լավ ապրել, փող աշխատել, որ շատ փող ծախսես։ Դուք հասկանում եք, այստեղ հայրենիք, սրբություն, պատմություն, պատմական հիշողություն, մշակույթ, հավատ, չկա ոչ մի բան։ Այսինքն միայն նյութն է, նյութը քո վրա տիշխի։ Մեծ հաշվով իշխող մի գործիք կա երկիր մոլորակի վրա, դա կոչվում է ֆեդերալ ռեզերվային համակարգ, որը դոլարն է տպում, վերջ, այսինքն դոլարի իշխանության ներքո է ապրում։ Տերն էլ ասում է կամ իմնես կամ մամոնային է։ Նու այսօրվա մամոնան դոլարն է, այն ժամանակ ասենք ոսկին է եղել։ Եվ կա էական ջրբաժան։ Էական ջրբաժան հետևյալն է, երբ որ մեր մոտ սուքի հաջորդ օրը քեֆ ուրախություն չեն անում։ Դա շատ նորմալ է, չէ՞։ Մենք հիմա դրա մասին կխոսենք,